Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գարուն Թաթյանն եմ և առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի և աշխարհի օրակարգը։ Ամենակննարկվող թեման շարունակում է մնալ ադրբեջանական բենզինը, որն արդեն երեկվանից վաճառվում է Հայաստանում։ Արդեն հայտնի է, որ այդ բենզինը ներմուծում է ԿՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բայց պարզվում է նրան պատկանող Գալֆ բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի, առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության, գրել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը և հրապարակել փաստաթուղթը։ Ըստ հասարակական գործչի բենզալցակայանները վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցվել են առանց փորձաքննության և կարող են ցանկացած պահի դառնալ պայթյունավտանգ օջախներ։ Քաղաքապետարանը փաստացի նախորդ տարի մեծ աղմուկով փակեց եւ ապամոնտաժեց մի քանի բենզալցակայան, պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։ Իսկ ինչ տեղի ունեցավ դրանից հետո, սնկի պես սկսեցին աճել Գալֆ բենզալցակայանները, կրկին նույն խախտումներով, կրկին ապօրինի։ Արդեն ակնհայտ է անցած տարի որոշ բենզալցակայաններ դիտավորյալ փակեցին, որտեղ բաց են Գալֆերի համար եւ Ադրբեջանից ներմուծված բենզինը վաճառեն։ Ինչպես եղավ, որ Տիգրան Ավինյանը տեսավ ու քանդեց մի քանի ապօրինի բենզալցակայաններ, բայց չնկատեց իր կուսակից Խաչատուր Սուքիասյանի սնկի պես աճող Գալֆերը, այդ թվում հենց Երևանի քաղաքապետարանի կողքին կառուցվածը։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական բենզինն արդեն վաճառվում է Ռանոելի բենզալցակայաններում։ Մեգատրեյդ ընկերությունը AE95 պրեմիում տեսակի բենզինը վաճառում է 440 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ ՀԱԵԿ նախաձեռնությունը քաղաքացիներին հորդորել է բոյկոտել և թույլ չտալ, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների։ Կոչ են անում բոլոր վարորդներին դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել Run Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ, փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։ Գնելով նրա բենզինը, մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։ Իսկ ինչպես են քաղաքացիները վերաբերվում ադրբեջանական էժան բենզինին, կգնեն արդյոք։ Մեր նկարահանող խումբն է հարցախույզ արել Երևանում։ Տեղյակ եք, որ Հայաստանը ադրբեջանական բենզին է ներկրել։ Հա, տեղյակ եմ։ Ոչ, Ինչպես եք վերաբերվում։ շատ վատ, Շատ վատ, բացասական։ ահավոր վատ։ Չի կարելի թշնամուց, որը որ սպանել է այդքան հազարավոր մեր տղաների, ինչ-որ բան բերել այստեղ, ուտել այդ բենզինը, ամեն հացը։ Հա, դա բարոյականության ամենացածր աստիճանն է համարում եմ։ Դուք անձամբ կգնեք։ Ոչ, ես երկվել եմ նույնիսկ մեկնաբանության մեջ եմ, ես երկվել եմ այդ բենզինից ավելավեզ 600 դրամ, ուրիշ բենզին առնեմ, քան թե 470 դրամ հետի առնեմ, թեկուզ 300 դրամով։ Ես մեքենա չունեմ, եթե ունենալը չէի գնի։ Թշնամը ոչի բանել ես չեմ գնի։ Մեզ թշնամիա այդ բարով ամեն ինչ ասված է արդեն։ Թուրքի փամփուշտին իմ ցենտս չեմ տա, որ իմ հայը զինվորի վրա կրակի։ Ադրբեջանական բենզինի վաճառքին անդրադարձել է նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա ներկայացրել է, թե ինչպես է 250-ից 300 000 հարկ փոխանցվել Ադրբեջանին։ Տոկարը հարկ է տալիս։ Հարկը գնում է բյուջե, գնում է իրենց մոտ նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը տալիս է բյուջե, բյուջեն էլ տալիս է բանակին։ Բանակը առնում է տեխնիկա, օգտագործում է հայ զինվորների դեմ։ Սամվել Կարապետյանը նամակ է գրել բանտից, որը ընթերցել են մեր ձևով շարժման ամփոփիչ նիստի ընթացքում։ Նամակում Կարապետյանը շեշտել է, որ իրենց կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբչաներն է։ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն, ասված է նամակում։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Մենք ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին։ Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, և մենք հաստատելու ենք այն մեր երկրում։ Մեր պայքարը բարդ է, բայց ինչպես կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի ժողովրդի բարեկեցիկ ու ապահով ապագան է։
Իդեպ մեր ձևով շարժման մամուլի քարտուղար Մարիան Նաղահրամանյանը հայտարարել է, որ հեծից արդեն որերորդ անգամ ահազանգ են ստացել, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ քաղաքացիական պայմանագրի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն անդրադարձել է իր պաշտոնակության մասին շրջանառվող լուրերին։ Արուշանյանը վստահեցրել է, որ պաշտոնը կորցնելու մտավախություն չունի, իսկ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ցանկացած որոշման հետ հաշտ է լինելու։ Նրա խոսքով քննարկումներ եղել են, բայց պաշտոնակություն դեռ չկա, եւ ինքը շարունակում է պաշտոնավարել։ Արուշանյանը նաեւ հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչությունն արդեն հաստատել է։ Երեկ պարզվել է, որ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ 70-ամյա Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ եւ սրտի հատվածում ցավեր են եղել։ Հիշեցնեմ, որ Բաքվի զինվորական դատարանում 2023 թվականին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վագիվ Խաչատրյանը։ Նախատեսում են, որ 15 տարվա ազատազրկման 5 տարին Խաչատրյանը կացկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը խիստ ռեժիմով ուղիչ հիմնարկում։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ մեր հայրենակիցներին Բաքվում կտանքների են ենթարկում։ Պատգամավորը հիշեցրել է, որ նախքան Վագիֆի առողջական վիճակի մասին հայտարարելը արդեն գիտեինք, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էլջեքչյանը։ Ադրբեջանում ապօրինի դատավարությունից եւ հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի նաեւ կտանքների են ենթարկում նվազագույն անհրաժեշտ թերատափ բուժօգնություն չցուցաբերելու եւ պատշաճ պայմաններում չպահելու առումով։ Խաղաղության մասին անվերջ խոսող, իսկ իրականում կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հայտարարել է, որ Սիսիական ջոկատի հրամանատարին Աշոտ Մինասյանին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Աշոտ երկաթմականունով հայտնի ազատամարտիկը 65 տարեկան է։ Նա Սիսիանի Սիսիական կամավորական ջոկատի հրամանատարն է, Արցախի առաջին պատերազմի ամենահայտնի դեմքերից մեկը։ 2020 թվականի նոյեմբերին նա դարձյալ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իբր սպանության փորձի բացահայտման մասին։ Աշոտ Մինասյանին ձերբակալեցին այդ գործի համար, սակայն հետագայում գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Աշոտ Մինասյանը մշտապես հայտարարել է, որ իր դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի եւ նպատակ ունի իշխանությանը քննադատողներին լռեցնել։ Միջազգային դերահոսից Միացյալ Նահանգների եւ Ղազախստանի նախագահները հեռախոսով զրուցել են ու քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերող հարցեր։ Ղազախստանի նախագահը Միացյալ Նահանգների գործընկերոջն ասել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն իսկապես բարդ է, բայց Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել։ ԱՄՆ նախագահը գործընկերոջը փոխանցել է, որ թե Ղազախստանին, թե Ուզբեկստանին հրավիրում է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետները Թրամփից պահանջել են հարգել իրենց սահմանները։ Պաշտոնյաները հայտարարություն են արել Գրենլանդիայի հարցերի ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումից հետո։ Հիշեցնեմ, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ինքնավար տարածքը պետք է լինի ԱՄՆ վերահսկողության տակ։ Մենք դա շատ հստակ ասել ենք նախկինում։ Ազգային սահմանները եւ պետությունների ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Դուք չեք կարող անեքսիայի ենթարկել այլ երկրների տարածքները, հայտարարել են Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետները։ Թուրքիայից մեկնած օդանավը կործանվել է Անկարայի մոտ։ Օդանավակայանի մոտ եղած մարդիկ պատմել են, որ լսել են պայթյունի ուժեղ ձայն։ Ըստ նախնական տեղեկության օդանավում եղել է 5 անձ, այդ թվում Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Մուհամմեդ Ալի Ալ-Հադդատը, որ Անկարայում էր թուրք գործընկերոջ Սելջուկ Բայրակթարօղլուի հրավերով։ Լուվրի աղմկոտ կողոպուտից 2 ամիս անց թանգարանի պատուհաններին ճաղեր են ամրացրել, դա անվանելով արտակարգ միջոց, գրել է Le Monde պարբերականը։
Եվ վերջում եղանակի մասին, այսօր եւս հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սակայն դեկտեմբերի 26-ից շրջանների մեծ մասում կլինեն տեղումներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։